Հարգելի հայրենակիցներ, քննարկում ենք գլխավոր դատախազի վերած միջնորդությունը Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ նրան գործում ներգրավելու հարցը։ Այն, որ սա քաղաքական հարց է եւ որ քաղաքականության եւ քաղաքական հրահանգի արդյունքում է դատախազը այստեղ, կարծում եմ, որ այս դահլիճում շատ քիչ մարդ կա արդեն, որ կասկածի տակ է դնում։ Բայց որպեսզի իմ պնդումը էլ ավելի հիմնավորեմ, ես կբերեմ մի քանի փաստարկներ, որ Հովիկ Աղազարյանը, երբ որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ էր, լիարժեք կիսում էր վարչապետի եւ թիմակիցների բոլոր կարծիքները, բոլոր պնդումները, նա երբեք քրեական օրենսգրքի հետ խնդիր չունեցավ։ Չնայած նրա բազմաթիվ արարքներ կարող էին տեղավորվել տարբեր հոդվածներում։ Եվ այսպես ուզում եմ հիշեցնել 2023 թվական ապրիլ, երբ Հովիկ Աղազարյանը համացանցում շատ կեղտոտ հայոյախառն արտահայտություններ էր արել Տաթև Արցախի վերաբերյալ։ Եվ այդ ժամանակ բոլոր պահանջներին, հրապարակային պնդումներին այդպես էլ որևէ պատիժ չտրվեց եւ չնշանակվեց եւ գլխավոր դատախազը չեկավ այստեղ Հովիկ Աղազարյանին այդ հատկանիշներով պատժի արժանացնելու։ 2023 թվականի հունիս Հովիկ Աղազարյանը կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ մենամարտի մտավ, նրա կարտոֆիլը տվեց փողոցում, խուլիգանական տարբեր դրսևորումների մասին բարձրաձայնվեց, բայց դատախազը ազգային ժողով չեկավ։ Դրանից հետո 2023 թվականի սեպտեմբերի 21 Եռաբլուր զոհված զինծառայողների ծնողների հետ հայտնի պատմությունը։ Միջադեպը սկսվել էր ակնհայտորեն նրանից, որ Հովիկ Աղազարյանը հայհոյել էր ծնողներին, ի պատասխան ստացել էր հարված, հարվածի համար պատասխանատվության ենթարկվեցին ծնողները, բայց Հովիկ Աղազարյանը պատասխանատվության չենթարկվեց։ Ընդ որում, տիկին դատախազ, դուք սա պետք է իմանայիք, որ Հովիկ Աղազարյանը նախաքննական մարմնում այդ ժամանակ տվել էր կեղծ ցուցմունք, որ ինքը չի հայհոյել, ինչը հետագայում տեսանյութով ապացուցվել էր, բայց այս մասով դուք աչք եք փակել եւ չեք եկել Հովիկ Աղազարյանի հետևից։ Չորրորդ գործը հենց երևի արդեն այս գործն է, որը որ վաղուց էր սկսվել իր քննությունը, բայց դուք էլի նույն հետևողականությամբ եւ ջանքերով չէիք առաջ շարժվում, մինչեւ որ Հովիկ Աղազարյանը չկատարեց այդ քաղաքական ամենաաններելի սխալը, այն է չմերժեց Նիկոլ Փաշինյանին SMS հրահանգը կատարել։ Եվ այս համատեքստում ուզում եմ ասել, որ այն, որ նախորդ հանդիպման ժամանակ ես ասեցի ձեզ շատ սազում է դատախազի հագուստը, հիմա շատ ափսոսանքով եմ ասում, որ դուք այդ հագուստը ծառայեցնում եք քաղաքական նպատակների համար։ Դա ամենևին չի բխում Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի շահերից։ Եվ ուզում եմ այստեղ էլի հիշել պատգամավորների վարքագծի մասին մի քանի դրսևորումներ եւ ձեր ուշադրությունը հրավիրել որպես գլխավոր դատախազի, որ դուք էլի աչք եք փակում պատգամավորների տարբեր հանցատեսակների կամ վարքականոնի խախտման տարբեր դրսևորումների վրա։ Արթուր Հովհաննիսյանի դեպքին շատ եմ անդրադարձել, ընդդիմադիր օմբուդսմենի թեկնածուի նկատմամբ ակնհայտ սպառնալից հայտարարություններ արեց, սպառնած տարբեր մարմնամասեր կտրել, ընդ որում հայտարարեց, որ այո, սա ընդունեք որպես սպառնալիք, բայց դուք սպառնալիք չտեսաք պատգամավորի գործողություններում, որովհետև նա քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն է։